Այսօր բնականաբար մենք պետք է խոսանք այն առիթի մասին, որ պատահել է եկեղեցու միջով այսօր։ Եվ ամեն ինչ, որ մենք այսօր եկեղեցիներում խոսում ենք, միայն ու միայն պատկանում է Տեր Հիսուս Քրիստոսին, ինչ որ ինքն արավ, ինչ որ ինքը մեզ համար պատրաստեց, ինչ որ ինքը որոշել է ապագայում մեզ համար անի։ Եվ մենք բացի Հիսուս ոչինչ չունենք խոսալու։ Բացի Հիսուսի արածները մենք բան չունենք ներկայացնելու։ Եվ մենք մենակ պատմում ենք, բայց մի կարևոր բան է պատմելու մեջ, որ մենք աշխատենք այն բանը, որ պատրաստված է Աստծո կողմից, մենք կարողանանք լավ հասկանանք։ Եթե կարողանանք լավ հասկանանք, հոգևոր կյանքի մեջ ուրախ մի կյանք ունենանք։ Այսօր իմ քարոզից նյութը այսպեսի է. ինչու պետք է տեղի ունենալ համբարձումը։ Գիտեք, Հիսուս Քրիստոսի կյանքը ամենից լավ գիտենք, պատմելու պետք չունենք։ Հիսուս Քրիստոսը ծնվել է, 30 տարի ապրավ, 33 տարի ապրավ, 30 տարին ոչ մի բան չունենք Հիսուսից, որտեղ ինքը այդպես որ պատմությունն է ասում, ինքը զբաղված է եղել իր ընտանիքի հետ, եւ երկրորդ պատճառը, որ Հիսուս մինչև 30 տարեկան բան չի արի, դրա պատճառով էր, որ քահանայությունը 30 տարեկանից էր սկսում։ Եվ Հիսուս Քրիստոսը դրա պատճառով 30 տարեկան որ եղավ, իր ծառայությունը սկսավ։ Եվ ինքը ընտրեց 12 հոգու, իր ամբողջ միտքը, իր ամբողջ փափակը, իր ամբողջ դասավանդությունը փոխանցեց նրանց։ Բայց հետո ինչ արավ, հետո կյանքը տվեց խաչի վրա, մեռելներից հարություն առավ, հետո էլ համբարձվավ գնաց երկինք։ Այսօր մենք շատ կարևոր նյութ ունենք, եւ նյութը սա է՝ Հիսուսի համբարձումը ինչու պետք է կատարվեր։ Եթե Հիսուսի համբարձումը չկատարվեր, ինչ կլիներ։ Հիսուսը խաչվելուց հետո երրորդ օրը հարություն առավ։ Նա 40 օր շարունակ երևաց իր աշակերտներին։ Եվ որ ասում ենք Հիսուս Քրիստոսը 40 օր երկրային կյանք ապրեց հարությունից հետո, չի նշանակում, որ Հիսուսը անընդհատ աշակերտների հետ էր։ Հիսուսը այդ 40 օրը հայտնվում էր աշակերտներին։ Դուք կարող եք Սուրբ Գիրքը կարդաք եւ տեսնեք, որ Հիսուսը գալիս է եւ գնում է։ Եվ աշակերտների հետ սկսում է խոսալ, բայց ինչի մասին էր խոսում այդ 40 օրը, ամբողջ իր խոսակցությունը հարությունից հետո զբաղվում էր մենակ մի բան ասելու համար։ Եվ այդ բացադրելը հավիտենական կյանքը եւ Աստծո թագավորությունը։ Հիսուսը 40 օր աշակերտների հետ պարապում էր, Աստծո թագավորության մասին էր խոսում։ Հետո դիտնած լեռան մոտ նա օրներ ծնած եւ համբարձվավ երկինք։ Ամպը ծածկեց նրան եւ ծածկեց նրանց աշկերից։ Ամպը ծածկեց, շատ խորհրդական մի բան է։ Երկու երեշտակ ասեցին, որ նա նորից կգա նույն ձևով։ Այսօր կսովորենք, որ ինչու Հիսուս Քրիստոսին այդ ամպը ծածկեց, ամպը աշակերտներ չկարողացան Հիսուսին տեսնել։ Այս դեպքը չի նշանակում, որ Հիսուս Քրիստոսը գնաց որտեղ, գնաց տեզերքում։ Երբեմն մենք սխալվում ենք։ Ինչի համար ենք սխալվում, որտեղ մարդկության մեջ միշտ մարդիկ մտածում են երկինքը քանի բան ունի, քանի հարկ ունի, առաջի հարկ, երկրորդ հարկ, երրորդ հարկ։ Մուսուլմաններն ասում են երկիրը 7 հարկ ունի։ Բայց այս որ Հիսուսը համբարձվում է, նշանակում է, որ իր երկրային կյանքը թողնում է եւ գնում է որտեղ, գնում է Տիրոջ իշխանության եւ թագավորության մեջ։ Եվ դրա համար անհայտանում է, որտեղ էլ ինքը էլ սահմանափակ չի մարմնի մեջ։ Հիսուսը մտավ Աստծո փառքի եւ Աստծո իշխանության մեջ։ Ինչու է համբարձումը կարևոր։ Համբարձումը պարզապես Հիսուսի երկրից հեռանալը չի։ Այդ հեռանալը չէ, որ Հիսուսի համբարձումը շատ արժեքավորում է։ Քրիստոնական հավատքի մեջ այն շատ կարևոր նշանակություն ունի, որ մենք կիմանանք դրա մասին։ Քրիստոսի երկրային առաքելությունը Հիսուս Քրիստոսը ինչ արավ, ավարտեց։ Այն բանը, որ Հիսուսը երկրի վրա պետք է աներ, էլ արդեն արել էր։ Քրիստոսի կյանքի գլխավոր
փուլերը ներկայացնում են ինչով, այսպեսի բաներով, որ մենք պետք է իմանանք։ Գիտեք, եթե ուզում եք Հիսուսին լավ ճանաչենք, Հիսուսի կյանքի ամբողջ փուլերը, ամբողջ ստեյջները, որ Հիսուս Քրիստոսը ապրել է, մենք պետք է այդ ամեն այդ բանը լավ կարողանանք հասկանալ։ Առաջի բանը Հիսուսը մարմնացավ։ Հիսուսը մարմին հագավ։ Ինչու համար Հիսուսը պետք է մարմին հագներ։ Հիսուսը պետք է մարմին հագներ, որովհետև մարդկության մեղքը պետք է մի հոգի կրեր։ Եվ երկրի վրա ոչ ոք չհայտնվեցավ, ոչ ոք չկարողացավ այդ գործն անել, որտեղ արդեն էլ մարդկությունը մեղքի տակ տարված էին, մեղքի տակ մեռած էին։ Եվ դրա պատճառով Հիսուս Քրիստոսը մարմին հագավ, որ Ադամի սխալ գործը, Ադամի չվերջացրած գործը, կիսատ գործը կարողանա կատարի։ Եվ դրանից հետո Հիսուսը ինչ արեց։ Այդ կյանքն ապրեց Հիսուս Քրիստոսը մարդկային նմուշը ցույց տվավ մարդկության, որ մարդ արարածը ինչպեսի անձնավորություն պետք է լինի։ Եվ դրանով որ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին, նայում ենք մեզի հայլի մեջ։ Հիմա ինչքան այդ հայլին մաքուր լինի, մենք ավելի շատ կարող ենք մեր դեմքը նայենք։ Ինչքան մեր կյանքը մաքուր լինի, այդքան մեր քարակտերը նմանվում է Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը եկավ երկրի վրա, ապրեց, որ մարդկության փրկությունը պատրաստի եւ կարողանա մարդկային ամբողջ խնդիրները ցույց տա մարդկության, որ մարդը ինչպեսի արարած պետք է լինի։ Եվ դրա պատճառով մենք ուրախ ենք, որ Հիսուսը հայտնվեցավ։ Առանց Հիսուս մարդկությունը ոչ մի պատկերացում չուներ մարդ լինելու մասին։ Հիսուսը եկավ, որ մարդ լինելը ցույց տար։ Հիսուսը եկավ, որ երկրորդ աթամին ցույց տար։ Առաջի աթամը արդեն մեղքի մեջ կորած էր, մեղքը ծնեց, բայց երկրորդ աթամը եկավ, որ ինչ աներ։ Եկավ, որ մարդկանց համար փրկություն բերեր։ Եվ Աստծո խոսքը այդպես ասում, Աստծո արդարությունն է, եթե մի հոգու պատճառով մեղքը ներս է մտնում, Աստծո արդարությունը պետք է կատարվի մի հոգու պատճառով էլ ինչ լինի, փրկությունը ամբողջ աշխարհի վրա կա։ Եվ Հիսուսը մարդացավ այդ բանի պատճառով եւ շարունակեց հավատարմորեն առանց մեղք։ Հիսուսը ոչ մի սխալ չարավ երկրի վրա։ Եվ մարդիկ ամբողջ փնտրում էին, որ մի բան գտնեին Հիսուսից։ Այսօր մի հատ բան կարդացի եւ շատ ծծաղալի էր, ասում են Հիսուսը միջով 30 տարեկան, որ ոչ Իրանից գրված չի, գնացել է Հնդկաստան։ Հնդկաստանի մեջ այդ մեթոդները սովորել է, ինչպես իր մարմնից էներգի դուրս ուղարկի, չեմ անում ինչպես հիվանդ բժշկի։ Այդպեսի բաներ Հիսուսի մասին խոսում են, բայց հետաքրքիր է, ուզում եմ մի համար կոմենտ գրեմ, որ օքեյ, բա ինչու երկրորդ նմուշը այդպեսի մարդից աշխարհի վրա գոյություն չունի։ Բայց դժբախտաբար այդ կոմենտները իրանք փակել էին, որ մեկը պատասխան չտա իրանց։ Գիտեք, մարդիկ իրանց կռիվը Հիսուսի հետ զարմանալի է, որտեղ մարդի էությունը մեղքի տակ է, մարդի էությունը չի սիրում, որ Հիսուս Քրիստոսին որպեսի իշխան եւ թագավոր ներկայացնի։ Ալիսոնի համար թարգմանում եմ օքեյ։ Հա։ Okay. Ուրեմն Հիսուսը մարդացավ, ապրեց այնպես, որ Հայր Աստված իրան հրաման էր տվել, եւ հետո երկրորդ փուլը Հիսուսի կյանքին խաչելությունն էր։ Հիսուս Քրիստոսը խաչվավ, որտեղ պետք էր, որ մարդկային ամբողջ սխալները, ինչ որ մարդկության մեջ եղել է, իր վրա վերցնի։ Բայց խաչելությունից հետո Հիսուսը որ մեռավ, պետք է հարություն առներ։ Հարությունը Հիսուս Քրիստոսին մեռելներից ցույց է տալի, որ նա հաղթեց ինչին, նա հաղթեց մահին։ Մարդը պետք ուներ մահին հաղթեր։ Աստծո խոսքի մեջ, երբ որ մենք ծննդոցի մեջ նայում ենք, Աստված Ադամին ու Եվային ասում է, եթե դուք այս պտուղից ուտեք, կմեռնեք։ Բայց իրանք դժբախտաբար անհնազանդության պատճառով եւ ուտել այդ մեղքի պտուղից մեղքը բերեցին աշխարհ եւ մահ ծնվավ։ Եվ Հիսուսը երբ որ հարություն առավ, այդ մահի ամբողջ անեծքը կոտրեց։ Բայց Հիսուսը դեռևս իր գործը չէր ավարտել։ Հիսուսի համբարձումը պետք է կատարվեր։ Երկնային թագավորության ապագայի վերադարձը պետք է կատարվեր։ Ինքը գնաց երկինք, երկինքի թագավորության միացավ,
որ հետո հետ դառնա, ապա Հիսուս Քրիստոսը հետ է դառնալու։ Ժողովուրդ, Հիսուս Քրիստոսը հետ է դառնալու։ Այդպես որ Աստծո խոսքն է ասում։ Համբարձումը ավարտեց Հիսուսի երկրային ծառայությունը։ Հիսուսը պետք է մեկ գործ վերջացներ։ Այսօր մենք ինչ հրավեր ունենք, արդյոք մենք վերջացնում ենք այն բանը, որ Աստված մեզ տվել է, թե ոչ։ Աստծո խոսքի մեջ ասում է, մարդը եթե խոսք է տալի Աստծուն, պետք է միջով վերջ կատարի։ Արդյոք մենք որպեսզի հավատացյալներ միջով վերջ կատարում ենք այն բանը, որ խոստացել ենք, թե ոչ։ Ժամանակներ կա մեր կյանքում, որ մենք երթվում ենք, ժամանակներ կա մեր կյանքում, որ Աստծուն ասում ենք, ես այսօրվանից ես կանեմ, այն կանեմ, բայց չի լինում։ Բայց Հիսուսը մեր նման չէ։ Եվ Հիսուսը հաղթեց այն բանը, որ Հայր Աստված իրան նվիրել էր։ Այդ Հայր Աստված իրան պատվիրել էր։ Եթե համբարձումը չլիներ, հարության պատմությունը ինչ կլեր, կթվար անավարտ մի բան, ճիշտ կարծես մի բան կիսատ վերջացել էր։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը որ խոսում է, ես կգնամ եւ ես գնում եմ հոր մոտ։ Եվ որ գնում եմ հոր մոտ, եթե ասում եմ հորս տանը շատ տուներ կան։ Եթե չէ ես կասեի, որ գնում եմ ինչ անեմ, գնում եմ այնտեղ տուն պատրաստեմ ձեզ համար։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը հարությունը առնում, գնում է երկինք, բայց վերադարձը իրանը շատ կարևոր է, որ մենք այսօր սպասում ենք Հիսուսի վերադարձի մասին մտածելով եւ քննարկում ենք մեր կյանքը եւ մենք պատրաստում ենք այդ ժամանակներին, որ Հիսուսը պետք է հետ դառնա։ Եվ Հիսուսը հարությունից հետո պետք է հարություն համբարձվեր երկինք եթար, որ ավարտեր ամեն այդ ծառայությունը, որ երկրի վրա ինքը Աստված տվել է նրան։ Հիսուսը մտավ Աստծո փառքի մեջ, Աստծո իշխանության մեջ, որպեսզի ինչ, որպեսզի հաղթող Մեսայան։ Հիսուսը հաղթությունը մահից հետո ներկայացնում է որտե մեռելներին։ Աստծո խոսքը Պետրոսի մեջ ասում է, նա որ մեռավ, իր հաղթությունը տարավ որտե, տարավ մեռելների աշխարհը եւ այնտեղ հայտարարեց իր հաղթությունը մահին։ Եվ որ ասում մեռելների աշխարհը, այսինքն գնաց հին ուխտի սուրբերին հայտարարեց իր հայտնությունը։ Այն բանը, որ Հիսուսը արել է եւ մարգարեները պետք է տեսնեին, սուրբերը, որ հին ուխտում ապրում էին, պետք է հաղթությունը լսեին Հիսուսի միջոցով։ Երկրորդ բանը, որ մենք տեսնում ենք դրա մեջ, Քրիստոսի փառավորումը եւ թագավորությունը։ Եվ որ Հիսուսը համբարձվում է երկինք, փառավորվում է, Հայր Աստծո առաջին իր թագավորությունը երկնքում սկսում է։ Համբարձումը նշանակում է, որ Քրիստոսը բարձրացավ երկինք եւ նստեց Աստծո աջ ձեռքի վրա։ Այդպես որ Եփեսացիս 2-րդ ուխտի մեջ ասում ինքը մեռելներից հարություն առավ եւ ինքը բարձրացավ երկինք եւ մեզ էլ տարավ եւ նստացրեց երկնքում։ Եվ ինչքան կարեւոր է, մենք հիմա ինչ ունենք երկնքում, մենք այսօր տեղ ունենք երկնքում։ Բացի միայն տուն ունենք երկնքում, այլ տեղ ունենք երկնքում։ Այնտեղ որ Հիսուս Քրիստոսը ինչ արել, մեզ համար պատրաստել է։ Աշակերտները նախքան խաչելություն Հիսուսին ասում էին. կլինի որ քո թագավորության մեջ մեկը թախը կողմը նստի, մեկը աջ։ Հիսուս ասավ չեք իմանում ինչ եք ուզում ինձանից։ Իմ թագավորությունը ինձանից չի։ Այդ տեղը իմս չի, որ ես տեստամ։ Եվ այդ տեղը պատրաստված էր ամփոխ սուրբերի համար։ Միայն այդ չէր, որ Հիսուսի երկու հատ աշակերտները գային նստին այդտեղ։ Հովհաննեսն ու Անդրեասը, ջղային եղբայրները, նրանք որ կրակ են ուզում երկնքից ցած գալ։ Նոր կտակարանում այս խոսքը նշանակում է ամենաբարձր իշխանությունը տրվավ Հիսուս Քրիստոսին։ Ամեն ինչ եկավ Հիսուս Քրիստոսի իշխանության տակ։ Այսօր ինչ ունենք մեր կյանքում, որ Հիսուսի իշխանության տակ չի։ Վստահ եմ, որ բաներ կա մեր կյանքում, որ Հիսուսի իշխանության տակ չի։ Այսօր կարող ենք մտածենք եւ բերենք Հիսուսի իշխանության տակ։ Արդյոք մի բան կա, որ մեզի տանջում է, մի բան կա, որ մենք ամեն օր մտածում ենք, չենք թողնում Հիսուսը թագավորի այդ բանի վրա, թե ոչ։ Եթե կա, թողնենք, որ Հիսուսի թագավորության տակ բերենք։ Եվ դրա համար ամեն օր մենք կարող ենք այդպեսի աղոթենք, Տեր, ամեն իմ ժամս տալիս եմ քեզի քո թագավորության տակ։ Եվ նա
սովորություն կա, հավատացյալներն այսպես են աղոթում։ Հայտարարում եմ Հիսուս Քրիստոս քո թագավորությունը մեր կյանքում։ Արդյոք այսօր մենք կարող ենք հայտարարենք Տեր, դու ես իմ թագավորը։ Տեր, դու ես իմ ամեն ինչի Տերը, թե ոչ։ Եթե չէ, պետք է կամաց մեզի պատրաստենք, որ այդպեսի մի հատ արտահայտություն մեր բերանից դուրս կա, եւ այդ արտահայտությունը մենակ բառ չլինի։ Այդ արտահայտությունը դառնա իրականություն։ Մի բան, որ մեր սրտից դուրս է գալի, որ իսկականից իրականություն ունի իմ կյանքի մեջ եւ ձեր կյանքի մեջ։ Աստվածային փառք եւ պատիվ մասնակցությունը Հիսուսինը Աստծո իշխանությանը Եբրայեցիների թուղթի մեջ ուղված է Քրիստոսին ներկայացնում է որպես ինչ երկնային քահանապետ։ Հիսուսը երկնքում գնում է որպես երկնային քահանապետ է նստում հոր կողմը, հոր աջ կողմը։ Եվ որ խոսում ենք Հիսուսը քահանապետը ինչ է նշանակում մեզ համար։ Հիսուսը եթե հարություն առաջ չլիներ, այսօր Աստծո անեծքի տակ կմտնեինք մեր սխալ բաներով։ Հին ուխտի մեջ այդպես էր, մարդիկ եթե մի սխալ էին գործում, Աստծո անեծքը գալիս էր։ Եթե մեղքի մեջ շարունակում էին, Աստծո անեծքը գալիս էր նրանց վրա։ Բայց Հիսուսը մեր քահանապետն է, եւ մեզ համար ինչ անում երկնքում։ Հիսուս Քրիստոսը գնաց երկինք, որ մեզ համար բարեխոսություն անի։ Հիսուս Քրիստոսը գնաց երկինք, որ իր արյունը ներկայացնի հորը։ Եվ հայրը, եւ որ նայում է Հիսուսի տառապանքը, Հիսուսի չարչարանքը, Հիսուսի արյունն է նայում, այն ժամանակ ասում է քո պատճառով, քո արյան պատճառով իմ եկեղեցուն ես ողորմություն կանեմ։ Եվ եթե այսօր մենք կյանք ունենք ապրելու, ամփոփ սրա համար է, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար ամեն օր բարեխոսություն անի։ Ինչեր ունենք տանք այս փառավոր Աստծուն։ Հիսուս Քրիստոսը արժանի է, որ ամեն ինչ թափանցնենք իր ոտքերին։ Մեր կյանքը, մեր ունեցվածքը, մեր մտածելակերպը, մեր որոշումները։ Ֆիլիպեցիների թուղթի մեջ այսպես է խոսում. նա խոնարհեցրեց իրեն եւ հնազանդ եղավ միջև մահ, այն էլ խաչի մահ, դրա համար էլ Աստված նրան ինչ արավ, առավել բարձրացրեց եւ նրան շնորհեց այն անունը, որ վեր է ամեն անունից։ Հիսուս Քրիստոսի անունը վեր է ամենից։ Ֆիլիպեցիս 2:8-9 կարդացի ձեզ համար։ Նրա անունը վեր է ամենից։ Եվ որ ասում ենք նրա անունը վեր է ամենից, այսինքն ինքը իշխան է։ Ինքը որոշող է ամենից կյանքի վրա։ Ինքը կարող է այսօր հրամայի եւ մեր կյանքում մի բան կատարվի։ Ինչ են խնդրում Աստծուց։ Թագավորի մոտ եթե գնանք, ինչ կխնդրենք իրանից։ Աստծո խոսքի մեջ սա բանը Դավիթի տղեն Սողոմոնը Սավուղի հետ խառնել, ինչ անում չի կարող ճշտել։ Սողոմոնը մի բան խնդրեց եւ զարմանալի էր այդ բանը։ Ինքը գնաց էր Եհովա Աստծո առաջ եւ խնդրեց իմաստություն եւ Աստված իրան տվեց հարստությունը եւ տվեց փառքը եւ տվեց մեծ թագավորություն։ Եվ այսօր Հիսուս Քրիստոսը սպասում է, որ մենք կարևոր բաներ խնդրենք իրանից, այն բանը, որ իր մտքի մեջ կա։ Եվ ածվածաբանական իմաստով համբարձումը նշանակում է, որ խաչվեց Հիսուսը հիմա Տեր է։ Հիմա Տեր է ամբողջ աշխարհի եւ ամբողջ արարչության վրա։ Հիսուս Քրիստոսը Տեր է ամեն ինչի վրա։ Երրորդ բանը, որ համբարձում մեզ համար ունի, ամպի խորհրդանիշը։ Այդպես որ Աստծո խոսքն է ասում Գործառաքելոց առաջի գլխի մեջ, ասում է, որ Հիսուսը 5-րդ համարից հետո ասում է, որ Հիսուսը որ ավարտեց իր ամբողջ դասավանդությունը աշակերտներին եւ ինչ ասավ դրանց, ասավ որ սպասեք, որ զորություն առնեք եւ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա։ Հովանեսը ջրով մկրտավ, ես ձեզ ինչ կանեմ եւ Սուրբ Հոգին կգա եւ Սուրբ Հոգին կրակով ձեզ կմկրտի
եւ դուք գդառնաք ինչ, գդառնաք վկաներ։ Եվ ինչ կանեք, ամբողջ աշխարհը կգնաք Երուսաղեմից բռնած։ Երուսաղեմը, Հրեաստանը, Սամարիան եւ ամբողջ աշխարհը։ Բայց այսօր մենք սպասում ենք այդ բանին, որ մեր համար կատարվի։ Հիսուսը ամպի մեջ անհայտացավ։ Հիսուսը ամպը ծածկեց նրան։ Ինչ է նշանակում այդ ամպի նշանակությունը, որ Սուրբ Գիրքի մեջ կա։ Սուրբ Գրքում ամպը հաճախ նշանակում է Աստծո ներկայությունը։ Սողոմոնը երբ որ տաճարը շինեց, նախ որ մի գործ սկսեն տաճարում, ներս մտան եւ սկսեցին տաճարի մեջ աղոթել։ Եվ ինչ պատահվեց է, Աստծո ներկայությունը ամպով եկավ։ Աստծո ներկայությունը եւ որ ամպով գալիս է, մտեղ սրբագործում է։ Աստված իրան ցույց է տալի ամպի մեջ, որտեղ մենք կարողություն չունեինք Աստծուն տեսնենք։ Ուրեմն առաջին նշանակությունը սա է, որ Հիսուսը ծածկվեցավ այդ Աստծո սրբության մեջ եւ Աստծո իշխանության մեջ, եւ էլ մեր աչքերը էլ կարողություն չունի, որ Հիսուսին այդ ձևով տեսնեն, որ երկրային կյանքի մեջ էր ապրում։ Երկրորդ բանը նշանակում է Աստծո ներկայությունը, Աստծո սրբությունը եւ Աստծո ներկայությունը։ Եվ երրորդը Աստծո փառքը, ամպը Աստծո փառքն է տեղի բերում։ Եվ գաղտնիք է ներկայացնում։ Եվ այդ սրբությունը, ինչպես ասացի, ներկայացնում է։ Օրինակները, որ ունենք Աստծո խոսքի մեջ։ Աստված ամպով առաջնորդեց ումին, ամպով առաջնորդում էր ամբողջ Իսրայելի ժողովրդին անապատի մեջ։ Օրվա մեջ Աստված առաջնորդում էր մարդկանց ամպով եւ գիշերը կրակով։ Ուրեմն այդ իշխանությունը Աստծոն ամպով Երևան էր գալի եւ մարդիկ կարողանում են այդ ամպի տակով գնային դեպի Քանան երկիրը, որ Աստված պատրաստել էր։ Հիսուսի պայծառակերպության ժամանակ, երբ որ գնում է իր աշակերտների հետ, 3 հատ աշակերտների հետ, երբ որ գնում է սարի վրա, այնտեղ ամպը գալիս է եւ Հիսուսին ծածկում է։ Կարող եք այդ բանը Մատթեոսի ավետարան 17-րդ գլուխ 5-րդ համարի մեջ կարդալ։ Երբ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ Հովանի եղավ նրանց վրա, եւ ահա մի ձայն ամպից ասում էր. դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի, նրան լսեցեք։ Ամպը գալիս է եւ ծածկում է եւ Հիսուս Քրիստոսի իշխանությունն ու Հիսուս Քրիստոսի կարևորությունը հայտնաբերվում է Հայր Աստծո միջոցով։ Գործարքելոս գրքում ամպը ցույց է տալիս, որ Քրիստոսը մտավ Աստծո փառքի մեջ։ Աստծո փառքի մեջ Հիսուսը մտնում է։ Հալելույա։ Ուրեմն համբարձումը այսքան խոր իմաստներ ունի, որ մենք պետք է հասկանանք։ Համբարձումը եւ մարդկային մոտեցումը, մարդկային բնությունը, այդ համբարձումի հետ ինչ նշանակություն ունի։ Աստվածաբանության մեջ ամենախոր գաղտնիքը բանի մեջ է հայտնվում, Հիսուսի համբարձվելու մեջ է հայտնվում, որ Քրիստոսի միջոցով մարդկությունը ինչ է լինում, մարդկությունը մտնում է երկինք։ Տեսեք, եթե մենք նայենք, Հիսուսը մարդի նման ապրեց, մերտեղ խաչվավ, այդ պատիժը, որ մեր վրա պետք է կար, Հիսուսի վրա եկավ։ Պատիժից հետո Հիսուս Քրիստոսը մեռելներից հարություն առավ։ Այսինքն Հիսուս Քրիստոսը մեզի հաղթություն տվավ մահին եւ համբարձումի միջոցով մարդկությունը ներս մտավ երկինք։ Հիսուսը այդպեսի մեծ գործ կատարեց։ Ուրեմն նա մեր տեղը պատիժ վերցրեց, նա մեր տեղը խաչի մահով մահացավ, նա ամենից առաջ հարություն առավ։ Հիսուս Քրիստոսը ամենից առաջ հարություն առավ։ Համբարձումով առաջին եղավ, տեսեք շատ կարևոր է, համբարձումով նա առաջին եղավ մարդկությունից, որ մտավ որտեղ, մտավ երկինքը։ Եվ այս դաս է մեզ համար։ Մեր կյանքի փուլերը
պետք է նմանվի Հիսուս Քրիստոսի փուլերին։ Եթե ինքը աշխատում էր հոր կամքը կատարել, ուրեմն մենք էլ պետք է աշխատենք, որ հոր կամքը կատարենք։ Եթե ինքը հաղթեց խաչին եւ իր կյանքը տվավ խաչի վրա, Աստծո խոսքն ինչ ասում։ Ասում է ամեն օր մենք մեր խաչը պետք է վերցնենք եւ քայլենք Հիսուսի ճանապարհի մեջ։ Եթե Հիսուսը հաղթեց խաչին, մենք էլ պետք ունենք խաչի հաղթական ճանապարհը գնալ։ Եվ Հիսուս Քրիստոսը դրա պատճառով ինչ ասում, ասում է նա որ միջով վերջ կնա, նա որ միջով վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ ինչքան կարևոր է որ մենք այսօրերում մտածենք դրա մասին, արդյոք ես խաչս կարողանում եմ կրեմ թե ոչ։ Երբեմն մարդիկ մենակ սպասում են որ Աստված մա լավ բան անի, իրակ հանգիստ լինեն։ Հանգստությունը Եդեմի պարտեզի մեջ էր։ Եդեմի պարտեզից հետո հանգստությունը էլ մի չունի այդ ձևով որ Աստված է մեզ համար ստեղծել։ Այսօր մենք պայքարում ենք մի ավելի մի բանի համար։ Ներս մտնելը փառքի մեջ, ներս մտնելը Աստծո իշխանության մեջ։ Եվ Հիսուսը այդ փուլերը մեզ համար կատարել է եւ նմուշ է թողել մեզ համար։ Համբարձումի մեջ մարդկության բնությունը բարձրացավ եւ մտավ երկինք։ Մարդկությունը նոր ձև միավորում ստացավ Աստծո հետ։ Առաջին դարվա եկեղեցում աստվածաբանները սա իրանց համար ինչ էր շատ կարևոր կետ էր եղել։ Մարդկությունը մտնի երկինքը շատ կարևոր մի կետ էր մարդկության համար, առաջի դարվա եկեղեցու համար։ Մենք պետք է ներս մտնենք երկինք։ Հիսուսը եթե հետ է դառնում, ինչ նպատակով է հետ դառնում։ Առաջի անգամ որ Հիսուս Քրիստոսը եկավ երկրի վրա, եկավ որ չարչարվեր, եկավ որ փրկություն պատրաստեր, եկավ որ մահը հաղթեր, եկավ որ սատանայի գլուխը ջախջախեր։ Բայց երկրորդ գալուստը Հիսուսինը իր գալը մենակ ու մենակ հավատացյալների համար է։ Հիսուս Քրիստոսը չի գալի օտար մարդկության համար, գալիս է հավատացյալների համար։ Ամեն։ Հավատում եք դրան։ Հիսուսը գալիս է որ եկեղեցին հափշտակվի։ Հիսուսը գալիս է որ հարսին տուն տանի։ Գործարակելոց առաջի գլխի մեջ ասում է ինչ։ Ասում է որ աշակերտներն ասեցին քո թագավորությունը երբ պետք է լինի։ Հիսուսն ասավ է սերբանը չի որ իմանաք իմ թագավորությունը երբ պետք է լինի։ Այս ամբողջ բանը հոր մտքի մեջ է, հոր իրավունքի մեջ է։ Եվ Հիսուս Քրիստոսը ուղղակի խոսում էր հրյական ինչի սովորությունից։ Եթե Փեսան պետք է գնար հոր տունը եւ տուն պատրաստեր եւ հետ դառնար հարսին բերեր, այդ իրավունքը հայրն էր տալի։ Եվ Փեսան սպասում էր միջով հայրը իրավունք տար, որ հետ դառնար, գնար եւ ինչ աներ, հարսին վերցներ եւ իր հետ տուն տաներ։ Եվ դրա պատճառով Հիսուսն ասում է ծեր մտքի մեջ չէ պետք է շատ հետաքրքրվեք դրանով, որտեղ մենակ հոր մտքի մեջ է։ Երբ հայրը գրամա ես հոր իրավունքի մեջ է։ Եվ դրա պատճառով Հիսուսը երկրորդ անգամ որ գալիս է, հոր կողմից ուղարկվում է հարսին տուն տանելու համար։ Եվ եկեղեցին Հիսուս Քրիստոսի հարսն է։ Ամեն։ Մենք Հիսուս Քրիստոսի հարսն ենք։ Եվ Աստծո խոսքն ինչ ասում։ Ասում է որ հարսը պիտի ինչ լինի, պետք է մաքուր լինի, պետք է ամբողջ իր կյանքը զբաղվի իր սրբության մեջ։ Գիտեք որ հрьяաների մեջ մի հատ աղջիկ նշանվում էր, պետք է ամեն օր պատրաստ լիներ, որտեղ չէր իմանում Փեսան երբ կգար։ Ամեն օր պետք է իր հանդերձները մաքուր լիներ, մեյքափ արած լիներ, այն ժամանակ չեմ անում, մազ գույնու են թե չէ։ Այն ժամանակ մազին հանում կամ չեմ անում, բոտաքսին հանում չեմ անում։ Ամեն օր պետք է հարսը պատրաստ լիներ, որտեղ չէր իմանում Փեսան միանգամից կարող է գար։ Եվ այդպես էլ Աստծո խոսքը Մատթեոս 25-րդ գլխի մեջ է ասում։ Ասա հարսը Փեսան ինչ արավ, գիշերը իր անկերներով հետ տարավ։ Ասում է իր անկերներով, որտեղ հрьяաների մեջ այդպես էր, Փեսան մենակ չէր գալի հարսին տանելու։ Փեսան ումի հետ էր գալի իր անկերների հետ։ Եվ Աստծո խոսքն ասում է ժամանակ որ Հիսուսը սուրբերի հետ, որ երկնքում են մեռած սուրբերը, որ երկնքում արդեն ապրում են Հիսուսի հետ, դրանք պետք է կանումերի հետ, հրեշտակների հետ եւ հրեշտակի փողից այնով Հիսուսը կգա, որտեղ ինչ անի, իր հարսին երկինք տանի։ Հալելույա։ Այդ ինչքան քաղց սովորություններ կա
որ մենք պետք է տեղյակ լինենք դրանից։ Եվ որ Փեսան գալիս էր, հարսին տուն էր տանում, 7 օր իրանք հարսանիք էին կատարում։ Աստծո խոսքը հայտնության մեջ ասում է, եւ որ հափշտակություն լինի, եւ Հիսուսը եկեղեցուն երկինք տանի, այնտեղ 7 տարի ինչ կանի, այդ հարսանյաց խնջույքն է, 7 տարի։ Եվ այդպեսով Հիսուսը ցույց է տալի իր ամբողջ իշխանությունը ինչպես կարող է կատարվի։ Նա ամբարձավ, որ հետ դառնա եւ եկեղեցուն իր հետ տանի։ Եվ կարևոր մի բան, եւ այս քարոզիս ամենակարևոր նյութը այս բանի վրա է։ Հիսուսը համբարձման ժամանակ մեզ ինչ արավ, տվավ վերջին պատվերը։ Վերջին պատվերը սկսելու հավատացյալների առաքելությունը։ Հիսուսի հարությունը, բանը Հիսուսի համբարձումը մի բան կատարեց ամեն մեկիս համար։ Մեր առաքելությունը սկսվեց, մեր ռեսալատը սկսավ, մեր գործը սկսավ երկրի վրա։ Եվ ինքը ինչ ասում, գործարաքելոց ուրեմն առաջի գլխի 4-ից մինչև 5-ը եւ նրանց հետ ժողովելից պատվիրեց նրանց, որ Երուսաղեմից չհեռանան, լավ լսենք, որ Երուսաղեմից չհեռանան, այլ սպասեն հոր խոսմանը, որի մասին դուք լսեցիք ինձանից։ Հոր խոստումն ինչ էր, Սուրբ Հոգու լեցանությունը, Սուրբ Հոգու գալը, որովհետև Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք մի քանի օրից Սուրբ Հոգով պետք է մկրտվեք։ Սուրբ Հոգու մկրտությունը ինչ նշանակություն ունի ամեն մեկիս համար։ Մյուս շաբաթ մենք տոնելու ենք Պենտեկոստեի օրը։ Սուրբ Հոգու մկրտությունը շատ կարևոր է, բայց Հիսուսը մահա հետաքրքիր բան է ասում, ասում է չհեռանաս Երուսաղեմից։ Երուսաղեմը այդ տեղն է, այդ վիճակն է, որ մենք ապրում ենք։ Երուսաղեմը իր բառի միտքը սա է, խաղաղության քաղաք։ Որտեղ է մեր խաղաղության քաղաքը։ Ոմանք ասում են, ես Սուրբ Հոգով չեմ մկրտվել։ Գիտեք ինչու համար Սուրբ Հոգով չեմ մկրտվում։ Որտեղ Հիսուս Քրիստոսի խաղաղության մեջ չենք ապրում։ Որտեղ Հիսուս Քրիստոսի այդ իշխանության տակ չենք ապրում։ Հիսուս Քրիստոսի թագավորության տակ մենք չենք ապրում։ Եվ դրա պատճառով մենք Սուրբ Հոգով չենք լսվում։ Մենք չպետք է հեռանանք այդ բանից։ Այդ ստանդարտը, որ Հիսուս Քրիստոսը ամեն մեկիս համար պատրաստել է, դրանից չպետք է հեռանանք։ Եվ պետք է անընդհատ աղոթենք դրա համար։ Եվ մեր փափակը սա պետք է լինի. Տեր Աստված, ինձի պատրաստիր։ Ես ուզում եմ ծառայեմ քեզի։ Ես ուզում եմ իմ կյանքս այնպես լինի, որ դու ես պատրաստել ինձ համար։ Գիտեք, այդ բանը, որ մենք ենք պատրաստում մեր ապագայի համար, այնքան կարևոր չի։ Այն բանը, որ Աստված մեզ համար պատրաստել է ապագայի համար, ինչքան կարևոր է։ Եվ դրա համար Հիսուս ասում է՝ մի հեռացիր այդ խաղաղությունից, որ ես ինչ եմ արել, ես քեզ համար պատրաստել եմ։ Երբեմն մարդիկ իրենց խաղաղությունը կորցնում են շատ բաների համար, բայց Հիսուսը մեզ հրավիրում է, որ խաղաղության մեջ մնանք։ Մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք։ Ինչի համար։ Նա օգնում է մեզ հասկանալ այն գործը, որ Հիսուս Քրիստոսը կատարել է ամենիս համար, մեզ համար այդ բանը կատարել է։ Պետք է հասկանանք այդ բանը եւ Սուրբ Հոգու գալը մեզ համար մեծ նշանակություն պետք է ունենա։ Երբեմն մարդիկ Պենտեկոստեի համար մենակ գալիս են Պենտեկոստը տոնում են, երկու հատ երգել երգում են, գնում են։ Այդպես չի։ Ես հիշում եմ, մենք ապաշխարել էինք Կարմելայի հետ, մենք ամեն գիշեր ծունգի գալու լացով Աստծուց ուզում ենք, որ Սուրբ Հոգով մկրտվենք։ Ես լավ հիշում եմ, այն ժամանակ, որ Սուրբ Հոգին եկավ եւ մկրտվեցի ես, էլ արդեն քնելու ժամանակն էր, մեկ անգամից Սուրբ Հոգին թափավ վրես։ Սկսեցի լեզուներով աղոթել, Սուրբ Հոգին ինձ ասավ ծունգիար, եւ որ ծունգի եկամ լեզուներ երկնքից թափավ։ Կարմելան զարմացած նայում էր, ի՞նչ պատահավ քեզ համար։ Եվ ինքը արտասունքով, լացով ամեն օր խնդրում էր, որ Տեր Աստված լցրու ինձ, ես եմ ուզում լցված լինեմ։ Մենք Սուրբ Հոգուն պետք ունենք ամեն օր,
ամեն օր նոր լեզենություն պետք ունենք դրանից։ Եվ երբեմն մենք քնած ենք մնում, երբեմն մենք անտեսում ենք այն բանը, որ Սուրբ Հոգին կարող է անել։ Ամեն օր մենք պետք ունենք մկրտվենք Սուրբ Հոգով։ Ուրեմն նա գալիս է, որ հասկացնի ամեն գործը, որ Հիսուս Քրիստոսը կատարել է մեզ համար։ Բայց մենք Աստծո խոսքն էսպես ասում, առաջին Կորինթացիները 2-րդ գլուխ 12-րդ համարը։ Բայց մենք ստացել ենք ոչ թե աշխարհի հոգին, այլ այն հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք այն, ինչ Աստված մեզ պարգևել է։ Այն բանը, որ Աստված ամեն մեկիս համար պատրաստել է։ Սուրբ Հոգին ցույց է տալի, երկրորդ կետը, Սուրբ Հոգին ցույց է տալի, մենք Սուրբ Հոգին ցույց է տալի, որ մենք մասնակցում ենք Քրիստոսի հավետենական կյանքի մեջ։ Եվ Սուրբ Հոգին դրա պատճառով մեզի տալիս է պարգևներ, մեզի տալիս է պտուղներ, որտեղ այդ պարգևները եւ պտուղները մեզի պատրաստում են, որ երկինք գնանք։ Եվ այսօր եթե պատրաստ չենք այդ բաների համար, քանի ժամանակ կա, խնդրենք Աստծուց, որ մեզ պատրաստի։ Այսպես է ասում Հովհաննեսի 10-րդ գլուխ 28-րդ համարը Հիսուս Քրիստոսը այսպես է ասում. Եվ ես նրանց հավետենական կյանք եմ տալիս, եւ նրանք երբեք չեն կորչի։ Ինչքան լավ է, որ Սուրբ Հոգին այդ բանի համար է մեզ տանում։ Սուրբ Հոգին սովորեցնում է մեզ, թե ինչպես ապրել մեր նոր կյանքը եւ ինքնությունը, մեր identity-ին։ Ինչպես մեր identity-ին պետք է փոխվի, ինչպես մեր ինքնությունը, մեր հովիաթը, ինչպես պետք է փոխվի։ Եվ այսպես ասում Հովհաննեսի 16-րդ գլուխ 13-րդ համար։ Բայց երբ ճշմարտության հոգին գա, նա ձեզ կառաջնորդի դեպի ամփոխ ճշմարտությանը։ Ուրեմն ինչքան կարևոր է Սուրբ Հոգու մկրտությունը։ Գաղատացիների թուղթ 5-րդ գլուխ 16-րդ համարն ասում, որպեսզի դուք այլևս չքայլեք մարմնի ցանկություններով, այլ հոգով։ Դա Սուրբ Հոգին մեզ տանում է, որ կարողանանք հոգևոր կյանք ապրեն, չէ՞ որ մարմնավոր։ Ինչեր կա, որ մեզ համար ավելի կարևոր է, քան թե այն, որ Հիսուսն է ուզում։ Եվ չորրորդ բանը, որ Սուրբ Հոգին մեզ համար պատրաստում է, նա պատրաստում է մեզ երկինքի եւ Աստծո արքայության համար եւ ներս մտնել նրան։ Եվ այսպես ասում առաջին Կորինթացիս 2-րդ գլուխ 9-րդ համար, բայց ինչպես գրված է, աշկը չտեսավ, ականջը չլսեց, այնինչ Աստված պատրաստել է իր սիրողների համար։ Ոչ ոք չի կարող հասկանա, բայց որ Սուրբ Հոգին մեզ ինչ անի բարձի այդ բանը։ Եվ Եփեսացիս առաջի գլուխ 13-րդ համարը։ Եվ դուք նույնպես, երբ հավատացիք, կնքվեցաք խոսման Սուրբ Հոգով, երբ հավատացիք։ Ուրեմն ինչքան լավ է, որ մենք հավատանք եւ սպասենք։ Սուրբ Հոգին պետք է գա։ Եթե Հիսուսը համբարձվել է երկինքը գնացի, իր ընթացքը չարչարվելով, խաչի վրա գնալով, հաղթություն մահի վրա ունենալով, հարություն առնելով եւ համբարձվելով դեպի երկինք։ Մենք էլ այդ ճանապարհը պետք է գնանք։ Եվ այսօրվա պատգամը մեզ ամենից համար սա է։ Սուրբ Հոգով զբաղվենք, որտեղ մենք պետք է երկինք գնանք։ Եթե չենք զբաղվում Սուրբ Հոգով, պետք է մենք ինչ վախենանք։ Սկսենք ապրել եւ մեզի տանք Սուրբ Հոգու ձեռքերի մեջ։ Այդքան չմտածենք ինչ կա, ինչ չկա մեր կյանքի մեջ։ Ուրեմն թողեք այսպես վերջացնենք։ Պատրաստվենք երկինք գնալու համար։